Սուրբ Հոգին եւ խոսքը այս բառագաբակցությունը որպեսզի ավելի լավ հասկանանք Պողոս առաքյալ երկու տարբեր հատվածներում նույն միտքն է արտահայտում, բայց նայեցեք ինչ է ասում։ Եփեսացիներին ուղված նամակ 5-րդ գլուխ 18 համարից ասում է գինով մի հարբեք, որ անառակության է տանում, այլ հոգով լցվեք։ Եվ նայեցեք հոգով լցվելու դրսևորումը, արդյունքը, հետևանքը ինչ է։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեք ձեր սրտերում Տիրոջը, երգեք ու սաղմոս ասեք, ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն եւ Հորը։ Լսեցիք։ Հիմա նայեցեք Կողոսացիներին ուղված նամակ, 3-րդ գլուխ 16 համար։ Նայեցեք տարբերությունը եւ նմանությունը։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ ամենայն իմաստությամբ, միմյանց ուսուցանեք ու խրատեք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեցեք, Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով, եւ ամեն ինչ, որ անեք, խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունով արեք, նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն եւ Հորը։ Ուրիշ խոսքով հոգով լցվելը հավասար է խոսքով լցվելու, խոսքով կառավարվելու, խոսքի մեջ արմատանալու, որտեղ երկուսի արդյունքը կամ հետևանքը նույնն է։ Երգ, գոհություն, փառաբանություն, շնորհակալություն եւ հնազանդություն։